Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը վճռական փուլում է եւ անհրաժեշտ է օպերատիվ կերպով հստակեցնել այն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով, որ Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը, բայց Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիության անդամակցելու մասին օրենքը, այնպես որ հարցը բավական խիստ է դրված։ Ես կխնդրեմ այս հարցին անդրադառնալ, ինչու են սկսել Մոսկվայում այսպես շտապեցնել եւ արհեստականորեն օրակարգ մտցնել այս հարցը։ Նախ նկատենք, որ այդ օրենքը ավելի վաղ է ընդունվել, քան այս process-ները, որ հիմա գեներացվում են, եւ սրանք ոչ թե պայմանավորված են ապագայում Հայաստանի, շեշտենք, ժողովրդի կողմից ընտրության հանգամանքով, այլ ուղղակի այն քաղաքական կոնֆիգուրացիայով, որը նաև ձևավորվեց այս ընտրությունների արդյունքում։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը տարբեր մակարդակներով նույնիսկ բարձրագույն հնչեցվել է, որ իրենք ունեն ռուսամետ ուժեր եւ որոնց պետք է թույլ տալ մասնակցել ներքին քաղաքական կյանքին։ Իդեպ ժողովրդավարության շրջանակներում այդ ամենը տեղի ունեցավ եւ այդ քաղաքական միավորները մասնակցեցին, այդ թվում նաև ընտրություններին, բայց այնուամենայնիվ չհավաքեցին գուցե ակնկալվող մեծամասնությունը եւ հետեւապես այդ օրակարգերը կրկին ինտենսիվացվում են Ռուսաստանի կողմից, թեև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ այս պահին նման հարց չկա մեր օրակարգում, մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ շրջանակներում, իսկ եվրոպական ուղղության հարցը դա ապագայի հարց է իրականում։ Եվ սրանք տարբեր ճնշման միջոցներ են, սա խոսույթի մակարդակում ճնշում է, ուզում եմ հիշեցնել այն սահմանափակումները, որոնք դրվել են Հայաստանից արտահանվող տարատեսակ ապրանքների վրա, գյուղատնտեսական, ձկնամթերք եւ այլն, այս բոլորը կարծես թե ԵԱՏՄ շրջանակներում ԵԱՏՄ անդամի ԵԱՏՄ գործառույթներն իրականացնելու սահմանափակումներ են, այսինքն ինչ է ստացվում, ԵԱՏՄ անդամ Հայաստան ասում է, որ մենք չենք ուզում դուրս գալ, այս պահին նման օրակարգ չկա, բայց ԵԱՏՄ այլ անդամ Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե ամեն ինչ փորձում է անել, որ Հայաստանը դուրս գա, եւ բնականաբար, եթե Հայաստանին դուրս բերեն ԵԱՏՄ-ից, սա ես կարծում եմ կլինի ԵԱՏՄ փլուզման հիմքը, որովհետեւ անդամ պետությունը չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ նաեւ միևնույն ժամանակ չի կարող չմտածել այն հերանեկարի մասին, որը որ կա համենայն դեպս ժողովրդի մեծամասնության կամ որոշակի շրջանակների պատկերացումներում, այսինքն եվրոպական ինտեգրման ուղղության մասին է խոսքը։ Տեսեք, դուք ասում եք, եթե Հայաստանը դուրս գա, դա կլինի ԵԱՏՄ-ի փլուզման հիմքը, ինչու։ Ես ասում եմ, եթե Ռուսաստանի նախաձեռնությամբ դուրս բերվի Հայաստանը, ոչ թե Հայաստանը իր կամքով դուրս գա, այլ Ռուսաստանը ինքը ստեղծի այնպիսի նախադրյալներ եւ նաեւ չբացառենք որոշակի process-ներ, որտեղ հապկշրջանակներում էլ կարծես թե նոր ինչ-որ բաներ են սկսել ասել, անդամավճարը չվճարելու հետ կապված, տարբեր ընթացակարգերի, այսինքն կստացվի Ռուսաստանի Դաշնությունը ինքն է դուրս հանում ԵԱՏՄ անդամ երկրի, եւ սա կլինի նաեւ մեսիջ մյուս ԵԱՏՄ անդամ պետություններին, որ եթե դուք փորձեք դիվերսիֆիկացնել օրինակ ձեր տնտեսությունը, ձեր քաղաքական պարտներներին եւ այլն, ապա ձեզ էլ կարող ենք ճակերտներում, այսպես ասենք, պատժի առաջացնել, բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որ դրանով փլուզվում է ԵԱՏՄ-ն, այսինքն ցանկացած տնտեսական կառույցի նպատակադրումը պետք է լինի անդամների ավելացումը եւ ոչ թե անդամների նվազեցումը, որովհետեւ ավելացումը ենթադրում է շուկայի ընդլայնում եւ նաեւ բնականաբար փոխադարձ շահավետություն, առևտրի, տնտեսության աճի տեսանկյունից, ի տարբերություն այն մոտեցման, որը այսպես կարծես թե պատժիչ գործիք է դառնում անդամ պետությունների վրա, որոնք կցանկանան իրենց տնտեսական քաղաքականությունը կամ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել։ Տեսեք, այս խոսակցությունները շատ ավելի ակտիվացավ ընտրություններին ընդառաջ, երբ, այսպես ասած, մայիսի կեսերից, անգամ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության հարցը ստիպված կլինենք բավականին արագ հստակեցնել եւ առաջարկեց, որ Հայաստանը պետք է գնա հանրաքվեի ճանապարհով եւ հայ ժողովուրդը որոշի ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Այսինքն, այս խոսույթը բերվեց, կարծես թե ինչ-որ ճնշումներով փորձելով մարդկանց դա արվեց նախընտրական շրջանում, եկեք հիշեցնենք, թեև ինչպես արդեն ասացի, եվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում շատ վաղուց կա, եւ բնականաբար այս շտապողականությունը փորձում է հետեւյալ նպատակը իրականացնել, այսինքն Հայաստանում գեներացնել
մի արագընթաց հապճեպ գործընթաց, որը թույլ կտա որոշակի սխալներ, որից կփորձեն օգտվել այն սուբյեկտները, որոնք չեն ցանկանում Հայաստանը տեսնել ենթադրենք եվրոպական ընտանիքի մաս, դրա համար ունենալով եւ ներքին քաղաքական գործիքներ եւ նաեւ արտաքին ճնշման լծակներ, ինչը մենք տեսանք, կրկնում եմ, այս նախընտրական շրջանում այն արգելափակումները, որոնք սահմանվեցին Հայաստանից արտահանվող տարատեսակ ապրանքների նկատմամբ։ Ծաղիկներ, ջերմուկ, ալկոհոլային խմիչքներ, միրգ, բանջարեղեն, այս ամեն ինչը սովորաբար լինում է այն երկրների նկատմամբ, որոնք, այսպես ասած, իրենց լեզվով, ռուսական լեզվով ասած, շեղվում են ճիշտ ուղուց։ Դա եղել է եւ Վրաստանի դեպքում ժամանակին, դա եղել է եւ Մոլդովայի դեպքում, հիմա արդեն հերթը Հայաստանի Հանրապետությանն է, բայց արդյոք սա իր ազդեցությունը տալիս է, արդյոք այդ մեթոդը, որը Ռուսաստանը կիրառում է, իր համար գոնե արդյունավետ է։ Ազդեցությունը երկակի է եւ գիտեք ինչն է հետաքրքիր, երբ մի սուբյեկտի սահմանափակում ես, այդ սուբյեկտը ավելի շատ է հակվում գտնել այլընտրանքներ եւ մենք դա տեսել ենք Վրաստանի պարագայում, Մոլդովայի պարագայում, այսօր նաեւ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության պարագայում, այսինքն այս ճնշումները բերեցին այն բանը, որ մեր տնտեսական դիվերսիֆիկացումը շատ ավելի արմատացավ մեր անկախական գիտակցության մեջ եւ հետեւապես նաեւ պետությունը այլ գործընկերների հետ տարբեր լուծումներ է գտնում եւ արդեն կան շատ կոնկրետ քայլեր, թե այդ ապրանքները, որոնք որ սահմանափակվում են կամ արգելվում են դեպի Ռուսաստան, որ պետություններ կարող են գնալ եւ վաճառել։ Այսինքն դրանով Ռուսաստանը Հայաստանում ավելի է արագացնում այդ գործողություններով տնտեսական դիվերսիֆիկացումը։ Դա էֆեկտներից մեկն է, կարճաժամկետ էֆեկտ, այո, սահմանափակել, ստեղծել հոգեբանական եւ նաեւ տնտեսական տարբեր խնդիրներ արդյունահանողների պարագայում, ժողովրդի գիտակցության մեջ, բայց միևնույն ժամանակ այսպես հակադարձ էֆեկտը նոր շուկաների փնտրտուքն է եւ նոր հնարավորությունների բացահայտումը։ Այդուամենայնիվ, պարոն Օրդուխանյան, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկեց, այսպես ասած, ռուսամետ ուժերի օգտին ընտրությունների ժամանակ։ Հա, բնականաբար, այո, այս հանգամանքը մենք պետք է հաշվի առնենք, որովհետև սա մեր հասարակության տրամադրությունների մեջ է տեղավորվում եւ եկեք չմոռանանք, որ այդ օրերին Ռուսաստանից պայմանական եմ ասում, ներգաղթ կազմակերպվեց կարճաժամկետ, մի քանի օրով ներգաղթեցին Հայաստան քվեարկելու եւ հետո նորից արտագաղթեցին մեր որոշ հայրենակիցներ, այսինքն, այսպես ասենք, ընտրական միգրացիա կազմակերպվեց եւ սա մենք պետք է հասկանանք, որ այնուամենայնիվ մեր հասարակության մեջ արկա տրամադրություններ են եւ ժողովրդավարության պայմաններում տեսեք չկա որևէ այսպես լրջագույն խնդիր, թե ինչու դա տեղի ունեցավ։ Մենք գիտենք, որ եթե ունեն ընտրելի իրավունք, կարող են մեր քաղաքացիներ իրենց ընտրելու իրավունք իրացնել, այդ թվում նաեւ այն քաղաքացիները, ովքեր ունեն ռուսամետ դիրքորոշում եւ դա նորմալ է, բայց եկեք չմոռանանք, որ մեծամասնությունը քվեարկեց այլ քաղաքական հեռանկարի համար եւ այսօր գործող իշխանությունը նորից ստացավ այն մանդատը տանելու Հայաստանը զարգացման այն հեռանկարի շրջանակներում, որի մասին խոսել էր նախորդի, որի մասին խոսեց նաև ընտրարշավի ժամանակ եւ բնականաբար մեր քաղաքացիների մեծամասնությունը այդպիսի ընտրություն կատարեցին։ Այստեղ շատ կարևոր հարց է առաջանում, պարոն Օրդուխանյան, ինչու այսպես կոչված եվրոպամետ ուժերը չեն կարողանում հաղթահարել ոչ միայն նվազագույն պահանջող 4%-ի շեմը, այլ շատ հաճախ նրանցից ոմանք անգամ 1%-ի շեմը չեն կարողացել հաղթահարել։ Եվ սա լրջագույն սխալ է հենց Եվրոպամետ իրենց համարող կոչող ուժերի համար, որովհետև բազմիցս է ասվել, որ առանց միավորման այդ գաղափարի շուրջ առանձին մասնակցելով ընտրություններին բավականին դժվար է լինելու այդ շեմը հաղթահարել եւ դա բազմաթիվ անգամներ ասվել է ոչ միայն այս ընտրություններին, այլև նախորդ ընտրություններին, գուցե այսպես սա եսասիրական նկրտումները այս անգամ էլ գերակայեցին ընդհանուր շահի պարագայում եւ մասնավոր շահը գերադասվեց ընդհանուր շահից եւ ստացվեց այն ինչ որ ստացվեց, բայց չմոռանանք, որ նաեւ քաղաքացիական պայմանագիրը ինքը եթե այդպես հռչակված չէ որպես եվրոպամետ ուժ, այլ հակառակը բալանսավորման հավասարակշռման քաղաքականության շրջանակներում նաեւ եվրոպական կողմի եւ արևմուտքի հետ մասնավորապես հարաբերությունների խորացման, դրանք ռազմավարական մակարդակի բարձրացման շատ ընդգծված քաղաքական հետագիծ ունի։ Ես նկատի ունեմ այն ուժերը, հանրապետություն, հանուն հանրապետության, քրիստոնյա ժողովրդավարական, որոնք այսպես ասած առավոտից երեկո խոսում են եվրոպական արժեքների մասին, խոսում են, որ մեր տեղը Եվրոպայում է, խոսում են
միայն Եվրոպայի միջնորդությամբ է հնարավոր լիարժեք խաղաղություն, ինտեգրացիա եվրոպական արժեքներին, այսինքն այդ ամեն ինչը լավ չէր բացատրվում հասարակությանը, թե հասարակությունը այդուամենայնիվ այդքան էլ չի ընդունում կոնկրետ այդ նույն եվրոպական արժեքները հենց այդ ուժերի ձևակերպման։ Գիտեք ինչ, այդ ամենը հնչում էր բազմաձայն, այսինքն ընտրողը 3 կամ ավել տարբեր սուբյեկտներից նույն բաներ լսում եւ հետեւապես այդ ձայները մեկտեղ չէին կարող գնալ։ Եթե մենք բոլորի ձայները գումարենք, գուցե 2%-ը ենթադրենք հաղթահարելի լիներ, բայց եթե նրանք միավորված հանդես գային, օրինակ մեկ ընդհանուր ցուցակով, մեկ կուսակցության շրջանակներում, որպեսզի այդ 4%-անոց շեմի հաղթահարումը լիներ ավելի իրատեսական, ես չէի բացառի, որ այդ ուժերը այսօր կունենային այդ շանսը, բայց երբ ժողովուրդն է տեսնում, որ այդ ուժերը առանձին են մասնակցում, ինքը հասկանում է, եթե նրանցից որ մեկին էլ ձայն տա, այդ ձայնի փոշիացման հավանականությունը ավելի մեծ է եւ ինքը այլ կերպ է ընտրություն կատարում, հասկանալով, որ ավելի լավ այդ քվեն հասնի տեղ, լինի արդյունավետ, քան ուղղակի տարբեր ուժերի միջև այդպես բաժանվելով փոշիանա։ Սա տակտիկական կարծում եմ սխալ էր, հանուն արդարության նշենք, որ եղան առաջարկներ միասնական ցուցակով ներկայանալու, բայց ինչպես տեսանք, այդ ուժերը չմիավորվեցին, այդ գաղափարի եսը ավելի է կարևորել։ Դե ստացվում է այդպես, այո։ Ստացվում է այդպես, որովհետև նախ ռեբրենդինգի կարիք կար, եկեք հասկանանք, որ քաղաքական սերնդափոխության հարց կա այսօր, եկեք հասկանանք, որ Հայաստանում արդեն ընտրողի կարգավիճակ ունի նոր սերունդ, որին նոր դեմքեր են պետք, որին նոր հեռանկարային քաղաքական երիտասարդ գործիչներ են պետք, այսինքն ում օգտին կարող են քվեարկել եւ այս ուժերը մնացին այն նախկին կարծրատիպերի շրջանակներում եւ արդյունքը այսպեսին էր։ Տեսեք, հետաքրքիր է, որ հենց այդ նույն ուժերի առաջնորդները կամ գուցե ոչ միայն առաջնորդները, ընդհանրապես այդ ուժերի անդամները պարբերաբար քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, բայց միևնույն ժամանակ ստացվում է, որ հենց այդ նույն ուժերը իրենք հետևություն չեն արել Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, որովհետև եթե հետևություն անեն, ապա գոնե միասնական կերպով կմասնակցեն այս ընտրություններին եւ չէր լինի այս արդյունքը հենց իրենց համար։ Այո, ես համամիտ եմ ձեր դիտարկմանը եւ դա նաեւ այսինքն էմպիրիկ փորձով էլ էր ապացուցված, որ այդ տակտիկայով ընտրությունների գնալը արդյունավետություն չի կանխատեսում, ես չգիտեմ, իրենք ավելի լավ կարող են բացատրել, թե ինչու չեն միավորվել, բայց այնուամենայնիվ մենք տեսանք, որ այդ օրակարգը առաջ տարած ուժերը, որոնք նաև եկեք հիշենք, որ կազմակերպեցին հանրության, չէ, քվեն, այսինքն եվրոպական ուղու եւ 50-60 հազար ձայն հավաքեցին շատ արագ, նույնիսկ ժամկետից ավելի կարճ հատվածում, այս ավելի կարևոր քաղաքական process-ում առանձին հանդես եկան։ Եվ այդ ամենը տրոհվեց, եւ այդ ամենի արդյունքում նրանցից որևէ մեկը չհայտնվեց խորհրդարանում։ Հայաստանի ազգային ժողովի ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով եւ արևմուտքի աննախադեպ միջամտությամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր եւ արևմուտքի միջամտությունը իմ կարծիքով նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում։ Դե իրենց տեսանկյունից է բնականաբար հակառակ կամ այլ բան ոչ էլ պետք է ակնկալել հայտարարություն, բայց եկեք փաստացիորեն հիշեցնենք, որ եթե մենք կարող ենք որևէ խոսույթ համարել միջամտության փորձ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, դա հենց Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ասվածներ, որ կան Հայաստանում ռուսամետ ուժեր եւ լավ կլինի, որ նրանք կարողանան մասնակցել ներքին գործընթացներին։ Մենք երբևէ լսել ենք եվրոպական որևէ առաջնորդի կողմից նման հայտարարություն, որ Հայաստանում կան օրինակ եվրոպամետ ուժեր, իրենք էլ թող մասնակցեն կամ թող միավորված մասնակցեն, որ շանսերը մեծ լինի եւ այլն։ Եվրոպական կողմը առհասարակ հետևում է Հայաստանում Հայաստանի ժողովրդավարական կերպին եւ այդ կերպին հավատարիմ մնալու process-ներին եւ մենք չենք տեսել, որ իդեպ եթե Մոլդովայում օրինակ սահմանափակվեցին, չէ, այդ ռուսամետ ուժերի մասնակցությունը, Հայաստանը նույնիսկ դա տեղի չունեցավ, այսինքն թույլ տվեցին նաև մասնակցել եւ այդ մասնակցության արդյունքում էլ մենք բազմաթիվ ընտրակաշառքի, եթե ոչ տասնյակ, ապա հարյուրավոր, եթե չեմ սխալվում, դեպքեր են բացահայտվել, ինչը ցույց է տալիս, որ դա հենց այո ուղիղ միջամտություն էր մեր ներքին կյանքին, հաշվի առնելով այդ պայմանական իմ կողմից նշված ընտրական միգրացիան, որ մի քանի օրով տեղի ունեցավ դեպի Հայաստան, հենց Ռուսաստանից եկած մեր հայրենակիցների, որոնք ըստ էության ազդեցին ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
Պարոն Օրդուխանյան, այդուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը ունի սահմանադրական մեծամասնություն այս ընտրության արդյունքով, չնայած վերջնական արդյունքները կարծես թե հունիսի 14-ին են ներկայացվելու, ամփոփվելու ճշգրտումներից հետո։ Ինչ է այս դեպքում տեղի ունենում, երբ չկա սահմանադրական մեծամասնություն եւ շատ հաճախ արդեն մենք տեսնում ենք մամուլում հրապարակումներ ընդդիմադիր մամուլում, որ իշխանության համար ձայները, այսպես ասած, մանդատները բավարար չեն լինելու հետագայում, թե հանրաքվեի համար, թե շատ այլ կարևոր այսպիսի սահմանադրական նախագծերի համար։ Դե բնականաբար սահմանադրական մեծամասնություն չունենալը, եթե պահպանվի նաև վերահաշվարկների կամ վերջնական արդյունքների հայտարարման պարագայում, այո, որոշակիորեն սահմանափակելու է, այսինքն այն ծավալը, որով որ կարող էր գործել քաղաքացիական պայմանագիրը, այս պարագայում չունենալով սահմանադրական մեծամասնություն սահմանափակվելու է, թեև շատ հարցերով նույն կառավարության ձևավորման եւ այլնի միանձնյա կարողանալու է այդ ամենը անել, բայց մենք գիտեք ինչ է խնդիրը, տեսեք, որ նույնիսկ 0.0%-ի պայմաններում, այսինքն սա էլ ինչպիսի ժողովրդավարության դրսևորում է, որ իշխանական ուժը պատկերացնում եք այլ երկրում, ավտորիտար երկրում այդ տոկոսները ինչպես այդ հարցերը արագ կլուծվեն, որպեսզի նաև այդ սահմանադրական մեծամասնության հարցը լուծվեց, բայց մեր մոտ այդ ամենը տեղի չի ունենում, այլ թափանցիկության, արժանահավատության հարցը շատ բարձր մակարդակի է եւ զարմանալի է, որ կան ուժեր, որոնք ակնարկում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն կամ լեգիտիմության պակաս կա եւ այլն, եւ չի բացառվում, որ այդպիսի ակնարկներ անող ուժերը նաև օգտվելու են պետական այն ֆինանսավորումից, որ այդ ընտրությունների արդյունքում իրենց բերած տոկոսների հանգամանքով պետք է այդ տրամադրվի այդ ուժերը։ Իսկ մի կողմից ասեն, որ լեգիտիմ չեն, բայց գումարները վերցնեն եւ շարունակեն իրենց քաղաքական գործունեությունը։ Ինչով եք պայմանավորում նաև այն հանգամանքը, որ հենց շատ սահմանամերձ համայնքների բնակիչներ են կողմ քվեարկում իշխանությանը քաղաքացիական պայմանագրին, այսինքն այնտեղ ավելի են կարևորում այդ խաղաղությունը, ավելի են, իսկ իրենց մաշկի վրա են տարիներ շարունակ զգացել այդ, այսպես ասած, պատերազմի կամ հակամարտության հետևանքները։ Խաղաղությունը իհարկե մեր ժողովուրդը կարևորում է եւ մենք տեսանք, որ խաղաղության օրակարգը մեծամասնության քվեին է արժանացել, բայց սահմանամերձ հատվածներում ապրող մեր բնակիչները իրենք գործնականում են զգում այսօր այդ խաղաղությունը ինչպիսին է, որովհետև նախկին վախի մթնոլորտը, անորոշության մթնոլորտը, մշտապես ռիսկի տակ լինելու մթնոլորտը այլևս վերացել է եւ թեև հիշում եք սահմանազատման շրջանում ինչպիսի դժգոհություններ կան եւ նաեւ դա բորբոքում էին տարբեր ընդդիմադիր գործիչներ, ուժեր, բայց այդ հատվածներում նույն քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է ստացել, մոտ 60% ձայն է ստացել եւ սա նշանակում է, որ խաղաղությունը ընդունվել է ժողովրդի կողմից որպես հաստատուն գործընթաց եւ այդ խաղաղության պայմաններում, այսինքն մեր սահմանամերձ բնակիչները ոչ թե լքում են այդ տարածքները, այլ մենք հակառակը տեսնում ենք, որ բնականաշիրություն է տեղի ունենում, այսինքն մարդիկ իրենց կյանքի ապագան, հետագան նաեւ պայմանավորում են այդ բնակավայրերում իրենց կենսագործունեությամբ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։